Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում անդրադառնալով թրիփ նախագծին նշել է, որ այն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, որն այժմ մասամբ հաղթահարված է։ Թրիփ նախագիծը նաև կինտեգրի Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին նշել է, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում։ Եվ մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականի ընթացքում, նշել է նա։ Այլընտրանք չկա, մենք պիտի ամեն կերպ մեր պայեստազորին պատրաստենք ու դա կարճ ճանապարհն է։ 25 օրը մենք օպտիմալ ժամանակահատվածն ենք ընտրել, որ մարդ կարողանա վերաադապտացվել, բանակին վերհիշել դառնալ մեր բանակի մաս, ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ հավելել, որ այդ տարբերակը միանշանակ արդյունավետ է։ Նախնական տվյալներով 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ այսօր զինծառայողը ինքնասպան եղել։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծման ուղղված համատեղ ջանքերին։ ՄԲՇ Մարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 70 կիլոգրամ քաշային Դավիթ Դավթյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Գոտեմարտում հայ ըմբիշը 7-6 հաշվով ծանրագույն հաղթանակ է տոնել եգիպտոսցի մրցակցի նկատմամբ եւ կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։